Օձերը չեն հարձակում, դա հեքիաթ է, որ օձերը հարձակվում են մարդկանց վրա։ Ժողովրդական այսպիսի խոսք կա. եթե օձին չկծես, օձը քեզ չի կծի։ Օձերը պաշտպանվում են, երբ վտանգ են զգում, ասում են մասնագետները։ Վերջին մեկ ամսում բազմաթիվ ահազանգեր են եղել, թե բնակավայրերի մոտ օձերը շատացել են, սակայն մասնագետները վստահեցնում են, անհանգստանալու կարիք չկա։ Բոլոր դեպքերում անհանգստանալու կարիք չկա, բոլոր դեպքերում անկախ ամեն ինչից պետք է ուղղակի զգուշ լինել։ Ըստ վիճակագրության, որքան շատ են մարդիկ օգտագործում բնությունը սեփական կարիքների համար, օրինակ շենքեր կառուցում, այնքան օձերի հետ հանդիպման հավանականությունը մեծանում է։ Երբ քանդում են իրենց բույնը, օձերը ստիպված են մտնում մարդկանց տներ։ Օձերի քանակը տարեցտարի փոփոխվում է եւ դա պայմանավորված է կերի, մասնավորապես կրծողների քանակությամբ։ Երբ կրծողների թիվն աճում է, բարձրանում է նաեւ օձերի ակտիվությունը։ Կարող են լինել տարիներ, երբ որ իրենք համեմատաբար ավելի շատ են եւ տարիներ, երբ որ համեմատաբար քիչ են։ Սովորաբար դա էլ է կերի հետ է կապված, այսինքն այն տարիներին, երբ որ կրծողների քանակությունը շատ է, ավելանում է նաեւ կրծողներով սնվող կենդանիների քանակը, այդ թվում նաեւ օձերի։ Հայաստանում օձերի 22 տեսակ կա, սակայն դրանցից միայն 4-ն են թունավոր։ Ամենավտանգավորը անդրկովկասյան գյուրզան է։ Թունավոր են տափաստանային իժը, փոքրասիական իժը եւ դարևսկու իժը։ Իդեպ, դարևսկու իժը էնդեմիկ է, ընդգրկված է Կարմիր գրքում, որպես կրիտիկական վիճակում գտնվող սողուն, հանդիպում է միայն Շիրակի մարզի Աշոտսկի տարածաշրջանում։ Հայաստանում օձերի տեսակները շատ են, բայց եթե խոսքը գնում է թունավոր օձերի մասին, Հայաստանում ընդամենը 4 տեսակի թունավոր օձեր կան, բոլորը իժերի ընտանիքին են պատկանում, ամենախոշորը եւ համեմատաբար ամենավտանգավորը գյուրզան է, այստեղ տերարիումում ներկայացված է։ Կարևոր է նաև տարբերել թունավոր օձը ոչ թունավորից, եթե օձը հաստ ու դանդաղաշարժ է, հավանաբար թունավոր տեսակ է, իսկ եթե մարմինը երկար ու բարակ է, ինքն էլ արագաշարժ, մեծ հավանականությամբ ոչ թունավոր է։ Պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի պատահաբար օձին վրա չկանգնել, օձին չանհանգստացնել, չստեղծել այնպիսի իրադրություն, որ օձը ստիպված պաշտպանվի։ Մասնագետները հորդորում են երբեք չփորձել հարվածել կամ բռնել օձին։ Օձը երբեք նախահարձակ չի լինում, միշտ պաշտպանվում է։ Եթե այնուամենայնիվ օձը կծել է, մասնագետները խորհուրդ են տալիս չզբաղվել ինքնաբուժությամբ։ Դա կարող է ավելի վնասակար լինել, քան հենց կծածը։ Պետք է շտապօգնություն կանչել։ Անձնական փորձ ունեմ, ինձ բազմիցս թունավոր օձերը կծել են, ինքնուրույն ինչ-որ առաջի օգնություն ցույց տալով կարող են տուժածը կարող է իրան ավելի մեծ վնասներ հասցնել, քան նույնիսկ օձը նամանավանդ, որ ի վերջո կարող է այդ օձը նույնիսկ թունավոր չէ։ Սողունաբաններն ասում են, օձերը կարևոր դեր ունեն բնության հավասարակշռության մեջ, նրանք վերահսկում են կրծողների թվաքանակը։ Զարու Իսահակյան, Աշոտ Մնոյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։